Ես Տրդատ առաջինն եմ, Արշակունիների տոհմից Հայաստանի թագավորը։ Ես սկսեցի որպես քրիստոնյաների հալածող, որը փորձում էր կրակով ու սրով մարել նոր հավատքը։ Ես բանտարկեցի քահանաներին, քանդեցի խորանները և ծաղրեցի խաչը։ Բայց Սուրբ Հռիփսիմեի նահատակվելուց և Գրիգոր Լուսավորչի կողմից սարսափելի հիվանդությունից բուժվելուց հետո ես հասկացա. կա մի ուժ, որը չի կարող կոտրվել թագավորական հրամանագրով կամ բանակով։ Եվ ես խոնարհվեցի եկեղեցու առջև, այն դարձնելով պետության գլխավոր հենասյունը։ Այսօր ես նայում եմ Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Դուք կրկնում եք իմ սխալը։ Դուք դեմ եք գնում եկեղեցուն, ճնշում նրա ձայնը, ոստիկանությամբ գրոհում եկեղեցիները և վիրավորում քահանաներին։ Բայց ես, որ բռնակալից վերածվել եմ խոնարհ ծառայի, ասում եմ ձեզ. ոչ թե որովհետև այն զենք ունի, այլ որովհետև ունի ժողովրդի հավատը։ Եվ իշխանությունն առանց ժողովրդի հավատքի նման է ավազի։ Իմացեք սա, իմ փորձը ապացուցել է, որ եկեղեցին կհաղթի իրեն հակառակվող ցանկացած ուժի նկատմամբ։ Ես այրեցի եկեղեցիներ, բայց եկեղեցին անսասան մնաց։ Ես սպանեցի վանականների, բայց նրանց նահատակությունը ամրապնդեց հավատքը։ Այսօր դուք փորձում եք խեղդել հայ եկեղեցին։ Վաղը ձեր ռեժիմը կփլուզվի սեփական ամբարտավանության ծանրության տակ։ Նորից մտածեք, մինչև ուշ չէ։ Ես Տրդատ թագավորը, որը հրաժարվեց իմ դաժանությունից, կոչ եմ անում ձեզ չկրկնել իմ ճանապարհը, քանզի Տերը անպատասխան չի թողնում նրանց, ովքեր ձեռք են բարձրացնում իր տան վրա։